Ինչ է ձեր ձեռքում։ Մեքենայի ղեկանիվը, հեռակառավարման վահանակը կամ ինչպես սիրում ենք ասել պուլտը, թե համակարգչային մուկիկը։ Իսկ երբ է վերջին անգամ ձեր ձեռքում գիրք եղել, եւ ինչ նպատակով, փոշին էիք մաքրում, եւ վերջին անգամ երբ եք գիրք բացել, ու ինչ գիրք էր դա։ Այդպիսի խոսք կա. գիրքը մարդու լավագույն բարեկամն է։ Ու որքան հաճախ ենք հիշում մեր լավագույն բարեկամների մասին։ Ոմանք միգուցե քմծիծաղեն, թե ինչ բարեկամ է դա, որ նույնիսկ Ռուսաստանից փող չի ուղարկում։ Իսկ եթե կատակը մի կողմ, ապա գրքերը, գրական ժառանգությունը անգնահատելի հարստություն են, անչափելի։ Դա շատ լավ գիտեին մեր նախնիները, որ ոսկիների փոխարեն գրքեր էին ժողովում։ Կարծես մենք էլ դա շատ լավ գիտենք, որովհետև մեր երկրի գլխավոր կառույցը ոչ թե կենտրոնական բանկն է, այլ այնուամենայնիվ մատենադարանը։ Իհարկե, չի կարելի ասել, թե մենք չենք կարդում։ Կարդում ենք։ Ողջ հարցն այն է, թե ինչ ենք կարդում։ Մենք բոլորովին միտք չունենք ձեր լսելիքն ու նյարդերը սղոցահարել զանազան խրատներով ու տրտունջներով, քավլիցի։ Ընդամենը ուզում ենք թեթևակի հուշել, որ մենք այնքան շատ ու այնքան լավ բարեկամներ ունենք, որոնց հաստատ չարժե մոռանալ։ Ողջույն, եթերում Arm Radio-ն է, Arm Radio-ի եթերում գրապահոց հաղորդումը։ Եկեք միասին ընթերցենք մի քանի հատված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նախաբանից։ Այս միջոցումը Աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի։ Սիրտս ուզում էր պատռի, որ այս երեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում։ Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին այնպես գրքերը դիր գալիս։ Ուզում էի շատ անգամ մազերս պոկեմ, որ այս օտար լեզուքը ավելի էին սիրում, քան մերը, բայց պատճառը շատ բնական էր։ Այն լեզվներում նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին այն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ով չի սիրիլ, ով չի ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ինչ զատ են, բայց մեր լեզվումը, թե այսպես բաները լին, թող աչքս հանեն, էլ ինչով երեխին քո լեզուն սիրիլ տաս։ SOS Եվրոպյունն էլ, որ չէի կարդում բազի գրքերում, թե հայ ազգը պետք է որ սիրտ չի ունեցածը լի, որ այնքան բաները գլխովն անց են կացել, մեկ մարդելա չի դուս եկել, որ մեկ սրտի բան գրի, ինչ կա եկեղեցու վրայա ու Աստծու ու սրբերի, բայց Հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոֆոկլեսի գրքերը երեխեքն էլ գլխատակներին ունին, չունքի բոլոր աշխարհի բաներ են, թե ասեի բոլոր եվրոպացիք են անխելքան հավատ, որ Աստծու բանը թողած այսպես ծրտի մրտի բաների հետևին ընկել, հիմարություն կլեր։ Միտք է անում, որ թե կտրիջ մարդ ասես, մեր միջումը հազարավոր են ելել ու այսօր էլ կան, թե խելոք խոսք ասես, մեր պառավներն էլ հազարը գիտեն, թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, երևելի անձինք ասես, մեր գեղեցոնց սիրտն էլա լիքը այսպես մտքերով։ Առակ, մասլահա, սուր խոսքեր, որ ուզենաս հոեն հետին ռամիկ մարդը մեկի տեղակ հազարը կասի։ Ախր ինչ պետք էր արած, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգերի մանային, մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած։ Լավ գիտեի, որ թե Օսմանցևի, թե Ղզլբաշի երկրումը ինչքան այնպես երևելի, խելոք, հունարով մարդ են ելել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկան աշղ, լավ խաղասող, ոտանավոր շինող մարդ են ելել, շատը հայ ա ելել։ Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ում համար գրեմ, որ ազգը լեզուս չի հասկանալ, թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրափար, 10 կլի որ հասկանային, բայց 100,000-ի համար թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամ ու ջաղած։ Ախր որ ազգը այն լեզվովը չի խոսում, այն լեզուն չի հասկանում, սակի հենց բերանից ստել ոսկի վերածեր, ում պետք է ասես։ Ամեն մարդ իր սրտի խարճ բան կուզի, քո ղաբլու փլավն ինձ ինչ օգուտ, որ ես չեմ սիրում։ Ում հետ էլ որ խոսում էի, այն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ ես մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, Պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնե ձեռ էր մանգացում։ Սիրտս եկել էր բերանիս հասել։ Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռ առնող, էլ հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում։ Մեկ ազգի պահողն էլ,
լեզուն ա ու հավատը։ Թե սրանց էլ կորցնենք, վայ նեկելա մեր օրին։ Հայոց լեզուն առաջից փախչում էր կրեսոսի նման, 30 տարվա փակ բերանս աղասին բացարեց։ Թող ինձ այսուհետև տգետ կանչեն, լեզուս բաց ա ելել, իմ ընտիր, ազիզ, իմ սրտի սիրեկան ազգ։ Թող տրամաբանություն գիտեցողը իրեն համքյարի համար գրի, ես քո կորած շվարած որդին քեզ համար, ով թուր ունի առաջ իմ գլխիս խփի, իմ սիրտս խրի, ապա թե ոչ, քանի բերանումս լեզու կա, փորումս սիրտ, ես լեղապատար ձեն կտամ, էտուն վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չեք ճանաչում։ Թակ ըլի դու իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խագ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարհքի հետ չի փոխիլ։ Սիրելի բարեկամներ, եկեք այցելենք մեր վերնատուն։ Այսօր վերնատանը մեր հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դևրիկյանը։ Պարոն Դևրիկյան, շուտով նշելու ենք հայ գրատպության 500-ամյակը եւ եկող տարի բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Ըստ ձեզ, ո՞րն է այս տոնի գլխավոր խորհուրդը եւ ինչի վրա պետք է շեշտը դնել։ Գիտեք, յուրաքանչյուր հոբելյան նախ իմաստավորումն է տեղի ունեցած իրողության, եւ երբ որ մենք նայում ենք հայկական տպագրության 500-ամյակին, մենք տեսնում ենք, թե մեր առաջին հայ տպագրիչները ինչպիսի զրկանքներով, զհողություններով կարողացան իրականացնել, գլուխ բերել հայկական տպագրությունը, որի շնորհիվ փաստորեն այսօր հայ ժողովուրդը աշխարհի 4-րդ ժողովուրդն է իր հնությամբ, որ ունի տպագրություն, այսինքն 4-րդ տեղում է գտնվում, իսկ Խորհրդային Միության, նախկին Խորհրդային Միության ժողովուրդների շարքում առաջին տեղում է եւ կարելի ասել սա մի դժվարագույն ձևի եղավ։ Մեր առաջին հայ տպագրիչները ընկան ահռելի պարտքերի տակ, նրանցից շատերը անգամ գերեզման չունեն եւ ինչպես Լեոն է նշում, հայկական տպագրությունը դա կարելի ասել տպագրության նահատակն էր եւ այս խորհուրդը, որ կա տպագրության, մեզ պետք է կրկնակիորեն մղի նվիրումի մի կողմից ընթերցողներին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպիսի փառավոր ավանդների ժառանգորդներ են եւ մյուս կողմից մեր տպագրիչներին, մեր հրատարակչական գործի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք շարունակեն եւ այս հոբելյանը մեզ պետք է մղի առաջին հերթին կապվածության հայ գրքի հետ, իմաստավորման եւ մեր անցյալի ժառանգության վերաիմաստավորման եւ մեր կյանքում ներառման, որտեվ հայ գրքի պատմությունը, հայ գիրքը դա մեր մշակույթն է, մեր անցյալի հոգեվոր ժառանգությունն է։ Բարի, հետաքրքիր կլինի իմանալ, թե դուք որպես գրքի գրականության մարդ ինքներդ ինչպես եք նշանավորելու այս տոնը։ Նախ, գիտեք, ես պետք է ասեմ ուրախությամբ հպարտությամբ, որ վերջի մոտ 10 տարում մեր ազգային հոգևոր տարբեր նշանակալից իրադարձությունների ես իմ համեստ մասնակցությունն եմ բերել հոբելյանական տարբեր հրատարակություններով եւ այս տարի, ինչպես գիտենք, լրանում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը եւ մյուս տարի հայ գրքի 500-ամյակը, որոնք իրար սերտորեն կապված են, որովհետեւ մեկը ներկայացնում է գրի փաստորեն հայ գրի գրավոր վիճակը, իսկ մյուսը տպագիր վիճակը եւ ահա ես երկու այս հոբելյաններին էլ իմ մասնակցություն ունեմ մի դեպքում տպելու եմ մի գիրք հայոց Այբուբենը հայ միջնադարյան մատենագրության մեջ որտեղ ցույց է տրվելու թե ինչպես է հայոց Այբուբենը գնահատվել բնորոշվել մեր պատմիչների կողմից եւ երկրորդ գիրքը որ կոչվում է հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում եւ որպես ենթավերնագիր Վենետիկից մինչեւ Սուրբ Էջմիածին ներկայացնելու է հայկական տպագրության պատմության ընթացքը 1512 թվականից մինչև 18-րդ դարի վերջերը, մինչև 1770-ական թվականները, երբ հայկական տպագրությունը հիմնավորվեց Սուրբ Էջմիածնում, այսինքն հաստատվեց Հայաստանի հողի վրա։ Շատ բարի, որքան հայտնի է այս երկրորդ գրքի վրա աշխատանքում ձեզ օգնում են նաև պետական հաստատություններն, այո։ Այո, պետք է ուրախությամբ, երախտագիտությամբ եւ հպարտությամբ ասեմ, որ այս գրքի հովանավորումը փաստորեն ստանձնել է Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ կարելի ասել ինչքան մշակույթի նախարարին Տիկին Հասմիկ Պողոսյանին տեսնում եմ, երբ բարևում եմ ինքը գրեթե կատակով ասում է գիրքը ինչ եղավ, այսինքն դա ուշադրության հոգացության ներքո է եւ ես կարծում եմ, որ թե տեխնիկական, թե շարադրանքի առումով բավականին լավ գիրք կլինի։ Իդեպ ինչ եղավ գիրքը։ Այդ գիրքը հայերեն տարբերակը լույս կտեսնի մինչեւ այս տարեվերջ եւ ինձ խոստացել են, ասել են, եթե դա բավարարի միջազգային չափանիշներին, ապա լույս կտեսնի նաեւ ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Հոյակապ է։ Պարոն Դևրիկյան, բայց չեք կարծում, որ մեր ժամանակները մի տեսակ ավելի շատ գովազդային
կրկին են, քան գրքի գրականության նկատմամբ սևեռված։ Եվ ինչ եք կարծում, ինչ պետք է անել, որ մեզանում գիրքն էլ գովազդվի եւ գրքի նկատմամբ վերաբերմունքը հասարակության մատաղ սերնդի փոխվի։ Ու ամենակարևորը, կարող է այդ հարցում Հակոբ Մեղապարտի մեծ գործի 500-ամյակի նշումը խթանիչ լինել։ Իհարկե, գիտեք, յուրաքանչյուր հոբելյան, ինչպես ասեցի, ինչը որ հետադարձ հայացք է դեպի անցյալին, բնականաբար նաև հետաքրքրություն է եւ այս դեպքում նաև բարոյական պարտք, որ մենք այս աշխարհի հնագույն առաջին ժողովուրդներից մեկն ենք, որ գիրք ենք ունեցել։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հարցին, թե ինչ անենք, որ գիրքը ավելի մեծ տեղ գրավի մեր կյանքում, պետք է ինչ որ ձևի համահունչ ընթանալ այսօրվա խնդիրներին, գիրքը դիդակտիկ նոր ձևերի մեջ ներկայացնել։ Եթե մենք ուշադիր նայում ենք, մենք տեսնում ենք, որ այսօր դժբախտաբար ինչ որտեղ խորը, ծավալուն գործերի այնքան հետաքրքրություն չկա, ամեն ինչ աշխատում են սեղմել, ամեն ինչ ավելի ինֆորմատիվ է դառնում։ Մարդը ցանկանում է ուղղակիորեն ստանալ ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան ինքը իր մեջ վերլուծել եւ ոչ թե վերլուծականություն։ Պատահական չի, որ ասենք այսօր ավելի օրաթերթերն են տեսակարար մեծ կշիռ գրավում, շաբաթաթերթերի վերլուծականների փոխարեն եւ վերջապես ամենակարևոր հարցը, ինչ որտեղ այս ինտերնետային հեռահաղորդակցության միջոցները էլի նվազեցնում են դժբախտաբար գրքի եւ կարելի ասել գրի փոխանցականությունը, եթե մենք նայում ենք սեպակիր արձանագրություններից մետաղի վրա դրոշմվելուց անցավ մագաղաթին, ապա անցավ տպագրությանը եւ այսօր նաեւ էլեկտրոնային ձևեր կա եւ այս ամեն ինչի մեջ մենք պետք է այնպես անենք, որ գիրքը ինքը գրավի, գիրքը դեպի իրեն ձգի, դա լինի ձևավորումով, դա լինի բովանդակությամբ, դա լինի արծարծմամբ։ Իհարկե դասականները կան եւ կմնան, դասականներին այդ վտանգը չի սպառնում։ Գյոթեն ասում է, որ ով լավ է ծառայում իր ժամանակին, նա ծառայում է բոլոր ժամանակներին։ Եվ ասենք այն ինչ որ մեր դասական գրողներն են, թե հայ եւ թե համաշխարհային, բնականաբար նրանք նույն աննվազ հետաքրքրությամբ կկարդան, որտեղ առանց դասական գրականության մարդը կվերածվի գազանի։ Կամ ինչպես Չարենցն էր ասում, թե ուզում ես երգը լսեն, ժամանակի շունչը դարձիր։ Այդ հորդոր է ժամանակակից գրողներին։ Այո։ Եվ կարծում եք, որ էլեկտրոնային գրքերը ունեն ապագա։ Ճիշտ ասած, ես դա չեմ կարող ասել, որովհետև ամեն դեպքում իմ համար անընկալել է։ Գիտեք, մինչև ֆիզիկական թողներով ասել շփումը չլինի գրքի հետ, մինչև անձամբ իմ համար, մինչև գրքի էջը չթերթեմ, այն ինչ որ ասում են գրքի էջը ծալել, մրոտել, մյուս դա չլինի, տեքստը իմ համար անընկալելի է։ Էլեկտրոնային տարբերակը դա սառը անհաղորդ, դա մոտավորապես այն է, ինչ որ մարդը էկրանի, մոնիտորի հետ խոսի եւ ոչ թե կենթանի մարդու։ Շատ լավ։ Պարոն Տևրիկյան, այսպիսի մի հարց էլ կներեք, այս սեղմավեպերը չեք կարծում, որ յուրօրինակ չարիք են դարձել։ Այո, դա չարիք է, դա ուղղակի կարիկատուրա է, փորձանք է այն իմաստով, որ փաստորեն ինչ են անում, սեղմավեպը ըստ էության փոխանցում է ինֆորմացիան, իսկ ինֆորմացիան դա արդեն գեղարվեստական հասկացություն չէ։ Օրինակ, ինչ է նշանակում Վարդանանքի սեղմավեպ կամ Մուրացյանի Գևորգ Մարզպետունու սեղմավեպ։ Սեղմավեպը ընդհանրապես պետք է տա պատմական ինֆորմացիան, որ արաբները հարձակվեցին, հետո հայերը ինչպես պաշտպանվեցին, ինչպես ասենք կռվեցին, ինչ ծովամարդ եղավ, հաղթեցին, ընդհանրապես սա է լինում։ Սա արդեն պատմություն է, գեղարվեստական գրականություն չի։ Գեղարվեստական գրականությունը արժանիքը ոչ թե նաև որ ինֆորմացիա է տալիս, թե ինչ է եղել, այլ թե գեղարվեստորեն ինչպես է ներկայացնում ու մեկնաբանում եւ վերամեկնաբանում եղածը։ Բերենք Տոլստոյի նշանավոր օրինակը, չէ՞, երբ որ հարցնում են Աննա Կարենինան ինչի մասին է, նա ասում է առաջին նախադասությունը եւ վերջին նախադասությունը եւ ասում է այդ երկու նախադասությունների միջև ընկած ամբողջ շարադրանքը, որտեղ ասում է, թե ես կարողանայի ասել ինչի մասին է մի քանի նախադասությամբ, ես կգրեի այդ մի քանի նախադասությունը եւ ոչ թե վեպը։ Եվ ավելին ասենք, Տոլստոյի վեպերը եթե սեղմավեպի վերածես, դա իր հակադրությունը կդառնա մի հատ պարզունակ բարեախոսություն, էլի այն ինչ որ ասում են մորալը, չէ, Տոլստոյի դա կդառնա իր արժանիքի իր ամբողջ գեղարվեստական կառուցվածության մեջ է։ Շատ բարի, շնորհակալություն պարոն Տևրիկյան, հիշեցնեմ, որ գրապահոցի վերնատան հյուրն է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Տևրիկյանը։ Կհանդիպենք։ Հարգելի ռադիոլսողներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։ Ողջ լերուկ։